Աստված հավատարիմ է։ Դեյվիդ Վիլքերսոն, օրը նոյեմբերի 24։ Հույս գալիք փոթորկի մեջ։ Դավիթը մեզ հստակ պատկերացում է տալիս Տեր Հիսուսի կեցվածքի մասին մոտեցող փոթորկի առջև։ Նա մարգարեաբար խոսում է Քրիստոսի մասին ասելով. «Առաջուց տեսնում էի Տիրոջն ամեն ժամանակ իմ առաջին, որ իմ աջ կողմն է, որ չսասանվեմ»։ Գործք 2:25 խոսք։ Այստեղ բառացի իմաստն այն է, որ ես միշտ նրա ներկայության մեջ էի, նրա երեսը տեսնելով։ Դավիթը մեջբերել է Տեր Հիսուսի խոսքերը. «Սրա համար իմ սիրտն ուրախ եղավ, և լեզուս ցնծացավ, և իմ մարմինն էլ հույսով կբնակվի»։ Խոսք 26-րդ։ Ահա գաղտնիքը։ Տեր Հիսուսը միշտ հորը պահում էր իր աչքի առաջ։ Նա հանդիպում էր նրա հետ գաղտնի վայրերում և միայն Աստծո ներկայության մեջ լինելուց հետո Քրիստոսը եկավ ծառայելու։ Տեր Հիսուսն այսպիսով ասում էր. «Այս չարիքներից կամ ապագա իրադարձություններից ոչ մեկը չի կարող ինձ խոնարհեցնել կամ սասանել իմ վստահությունը։ Իմ Հայրը միշտ ինձ հետ է, և ամեն ինչ նրա լիակատար վերահսկողության տակ է»։ Եթե մենք պատրաստվում ենք դիմակայել գալիք փոթորկին, մենք պետք է պատրաստ լինենք, որպեսզի ոչինչ չխանգարի մեր հոգուն։ Դա անելու միակ միջոցը Աստծո ներկայության մեջ ժամանակ անցկացնելն ու նրա երեսին նայելն է։ Մենք պետք է ծնկի իջած փակվենք նրա հետ, նրա ներկայությամբ մարզվելով, նրան փնտրելով, մինչև լիովին համոզվենք, որ նա մեր աջ կողմում է։ Աստված հստակ ասում է մեզ. «Խուճապի մի մատնվիր և մի անհանգստացիր այն ամենից, ինչ տեսնում ես, աչքերդ ինձ վրա պահիր և ուրախությունդ պահպանիր»։ Դավթի խոսքերով Տեր Հիսուսը վկայեց. «Քո երեսի ուրախությունովը կլցնես ինձ»։ Խոսք 28-րդ։ Այնպիսի տպավորություն է, կարծես Քրիստոսը մեզ ասում է. «Ես բախվել եմ այն ամենին, ինչին դուք կհանդիպեք վերջին օրերին։ Ես նույն նախազգացումն ունեի, բայց շտապեցի լինել հորս մոտ։ Նրա ներկայությամբ ես գտել եմ ողջ ուրախությունը, հույսը և հանգիստը, որի կարիքը երբևէ ունեցել եմ։ Ես խաղաղություն և ուրախություն ունեմ, որովհետև նրա հետ եմ եղել։ Սրա համար իմ սիրտն ուրախ եղավ, և լեզուս ցնծացավ, և իմ մարմինն էլ հույսով կբնակվի»։ Գործք 2:26